Ովքեր փնտրում են մեծ տարածք կլինիկայի համար, հյուրանոցի համար կամ պարզապես գրասենյակի, համեցեք 4-5 արգանի հսկա շինություն ունենք, նորաոճ, նորակառույց, Գևորգ Չաուշի փողոցում, Աչափնյակ համայնքն է սա, Գարաժ մոլի հանդիպակաց մայթը։ Հարևանությամբ, այո։ Տեսեք արտաքինից ինչքան գեղեցիկ է, երեկոյան ավելի գեղեցիկ է, լույսերը վառվում են։ Երեկոյան էլ ավելի գեղեցիկ է, ուշադրություն դարձրեք արմավենիներին։ Եկեք ասենք ամենակարևորը, որ դիմացի հատվածում ունենք ավտոկայանատերից, Ստորգետնյա ունենք եւ Վիետնամասում ունենք ավտոկայանատեր։ Այո, ընդհանուր Ձիանա, ընդհանուր 70-ից 80 ավտոկայանման հնարավորություն կա, որից մոտավորապես 25 ավտոմեքենան Ստորգետնյա հատվածում կարող է կայանել։ Եկեք այս գեղեցկությունը նայենք, բացի այն, որ կարող եք վարձակալել ամբողջությամբ կամ առանձին հարկերով, ունենք արդեն վերևի հարկում կտրտած սենյակներ, սկսած ընդհանուր 25-30 քառակուսի մետրից եւ ավելի մեծ մակերեսներ։ Այս հատվածը լինելու է նախատեսված է ռեսեպշնի համար, վերանորոգումը ընթանում է։ Եկեք նայենք առաջին հարկը։ Սա կարող է ծառայել որպես բանկ, սուպերմարկետ։ Բանկ, խանութ, այո, հաշվի առնելով ունենք երկու կողմերից մուտք, շենքը ունի առանձին վերելակ եւ երկրորդ այլընտրանքային վերելակի համար հատկացված է տեղ դրսի կողմից rooftop-ում, եթե սրճարան ուզենաք կառուցեք նրա համար։ Ու ամեն հարկում կա յուրաքանչյուր հարկ երկուական զուգարաններ։ Առաստաղի բարձրությունը կհիշես 4 մետր, ենթադրում եմ 4 մետր է, բարձրացանք երկրորդ, երրորդ եւ տանիքից լավ տեսարան է բացվում դեպի Գարաժ մոլի տանիք, Արարատ լեռն է երևում։ Եկեք Բաքում կա չիլից անելու հատված, տենց խաղալ, բիսեդկա, ցույց տանք։ Մեծ ընկերություն լինի, վարձակալի տանիքում էլ նախատեսված է լողավազանի համար հատկացված է տեղը։ Տեսա։ Տենց ինֆինիտի փուլով, բանով, արմավենիներ, գինը չենք հնչեցնում, ոչ այն պատճառով որ բարձր է, կախված նրանից թե քանի քառակուսի մետր դուք կնախընտրեք, փոքր թե մեծ հարկ, երկու հարկ շենք։ Սա ամենավերջին հարկն է, որտեղ կա տերասա։ Ոչինչ։ Սեփականատերը ասեց, որ շին թույլտվություն ունեն, այս տանիքում գեղեցիկ էսքիզ կա, կարող են ծածկել ապակիներով։ Սա լողավազանի հատվածն է, որը անգամ ցանկության դեպքում կարող է կառուցվել փակվող եւ բացվող ամառվա եւ ձմեռային սեզոնի համար նաեւ։ Ուշադրություն դարձրեք, բարձրորակ մարդը շատ բարձր աշխատանք է կատարել որակապես եւ արտաքինը եւ պատոհանները Արարատը, Գարաժ մոլը, տանիքում երեխաները ֆուտբոլ են խաղում կամ բասկետբոլ, կարծես թե կարծինգն եմ տեսնում, հա, ֆուտբոլ են խաղում։ Գնանք ցույց տամ մի հատ լավ կաբինետ, հա, ես հավանել եմ։ Տես աստիճանա սանդուղքները բավականին լայն են։ Գրանիտ։ Հովացում ջեռուցումը լինելու է VRF համակարգով։ Ունենք բարձր հակահրդեհային համակարգ, անվտանգության համակարգ է գործելու։ Սա այն հարկն է, որը կիսած է արդեն։ Բաժանումները արել են։ Այս հատվածում լինելու է խոհանոց ընդհանուր հարկի համար օգտվելու։ Եվ կարծես թե յուրաքանչյուր հարկ ասեցի չէ, որ ունի 4 սահմանագույցներ։ Սենյակներ անցնենք առաջ։ Տեսեք ինչքան արև կա։ Համել ասենք, որ եթե ցանկանան կվերանորոգեն, նոր կհանձնեն, դուք միայն գույքով կարող եք տեղափոխվել այստեղ։ Սեփականատերը մի հատ հրաշք անձնավորություն է։ Իր այդ աշխատելը շատ կոմֆորտ է լինելու, իսկապես ամեն ինչ պատրաստ է քննարկելու, գինը, որակը, մետլախը, ամեն ինչ։ Յուրաքանչյուր կողմից կա մի քանի փոքրիկ պատշգամբներ, այսինքն թիմի անդամները ծխել, սուրճ, դրսում հարմարությունները նույնպես։ Այո, ժամանակ անցկացնել։ Այստեղ արդեն ունի առանձնացված սանհանգույց։ Սա ավելի մեծ է չափսերով ու պանորամային ապակին։ Շատ գրավիչ։ Սեք նայելու եք արմավենիներին եւ Արարատին։ Մոտ, ասեմ ձեզ, 20 միլիոն դրամ ամսական որ վճարեք, ես 4-5 հարկա ամբողջը կարող եք տնօրինել, վերանորոգված վիճակում վերցնել։ Սեփականատերը
վճարների մեջ կներառի անվտանգությունը, սպասարկումը, մաքրությունը, Այո։ հոսանքը, ջուրը, բացի ինտերնետը ասեց։ Դե այդքան բանը ներառված է։ Չէ, շատ հարմար շինություն է, գրասենյակի, ասեմ, կլինիկաները հիմա պահանջված են։ Առողջապահական համակարգը, որ պարտադիր մտնում է, այսօր հիվանդանոցներում շատ դժվար է։ Շատ լավ կաշխատի կլինիկան, մեկ էլ հյուրանոցը հաշվել են ու ասել են, որ մոտ 50 սենյակ կարող են ստանալ ու առաջին հարկն է լինի Բացի առաջին հարկը 50 սենյակ։ Հա, ռեստորան, իսկ մնացած հարկերը Սենյակը վերևն էլ նույնպես կարող է լինել ռեստորան, իր լողավազանով։ Սա այն սենյակներից է, յուրաքանչյուր հարկ ունի, կարող է ծառայել որպես կաբինետ կամ սուրճի, միկրոալիքային բան, տենց, հա, ծխելու։ Բայց տեսարանը սիրահարվել կարելի է, Զիաննա։ Բայց այստեղ որ կլինիկա բացեն, ինչքան նորաբոչ կլինիկա կլինի։ Պլաստիկ վիրաբուժության համար, ամեն ինչի։ Էլ ինչ մնաց ցույց տանք, բակը, խորովածանոցը, եկեք։ Այստեղ կարող եք նստել, սուրճ խմել, ծխել։ Ետնամասն է, որ ասում ենք, նույնպես կարող եք կարգի աբերվելու։ Գալ կայանել, այստեղ էլ խորոված փարթի, կորպորատիվները կարող են նշել, վերևը լողանալ, ներքևը խորոված։ Ընդմիջումները կազմակերպեք այստեղ։ Ամեն ինչ մտածված է աշխատողների համար։ Լավագույն տարածքները մեր մոտ, լավագույն տարածքները։ Այո։ Արի վարձակալի, քանի դեռ չինացիները չեն եկել վարձակալել։ Իրոք, իրանք ման են գալիս, այնպես որ եթե Փնտրում են, ուղղակի պատրաստի են փնտրում։ Եթե փնտրում եք, շտապեք, զանգահարեք, եկեք ու վարձակալեք։